ավելի քան 40 անհատական եւ 120 խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում։ Ինչպիսին է նա կյանքում, ինչի մասին է երազում, ինչ է մտածում։ Իմ հյուրն է գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Վալմարը։ Պարոն Վալմար, ասում են, որ դուք աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից մեկն եք։ Արդյոք դա այդպես է։ Դժվարանում եմ ասեմ, գիտեք, բոլորն էլ ասում են իրենց ճանապարհը, փորձում են տեսնել հեռուն, տեսնել լույսը, տեսնել բարձունքներ եւ քայլել դեպի լույս։ Հիմա թե ով իշքան ես չեմ կարող ասել։ Ես փորձել եմ բավարարել իմ ներքին պահանջը, փորձել եմ այն խնդիրները, որ դրել եմ իմ առջև լուծել, ինձ հետաքրքիր է եղել իմ աշխարհը, իմ արվեստը ներկայացնել հանրությանը, մարդկանց, տարբեր ազգերի եւ կողքից նայել, թե ինչքանով եմ կարողացել անել այն, ինչ որ պետք է անեմ։ Եվ ամեն մի անհատական ցուցահանդեսի միտքը եղել է նաեւ ինքնահաստատման, ինքնաճշտման, վերջիվերջո քեզ ճանաչելու եւ այլն եւ այլն։ Իսկ այդ ամենը, այդ ճանաչելիությունը ինքնըստինքյան է ստացվել, թե որոշակի աշխատանքներ տարվել են։ Նոր տերմինով ասած PR-ի գործոնը եղել է։ Ասեմ ոչ, որովհետեւ գիտեք, դրսում հատկապես ես սկսել եմ դեռ 86 թվականից ավել իմ առաջի ցուցահանդեսը կազմակերպել է Հենրիկ Եգիցյանը ժամանակից արվեստի թանգարանում 77 թվին։ Եվ 77 թվից հետո, այդ ցուցահանդեսից հետո 86, 83 եւ շարունակաբար։ Այո։ Նման դեպքերում այդ ցեկտումը դրսերում ցուցադրվել եղել են մարդիկ, որոնք որ տարել են Հայաստանի նկարիչներ, դեռ Սովետ միության ժամանակ, որ Վարդերես Կարագոզյան կար, որը նկարիչներով հետաքրքրված էր, մոտ 36 հայ նկարիչների ցուցահանդես կազմակերպեց Դեթրոյթ, Լոս Անջելես եւ իհարկե նաեւ Լոնդոն, որից հետո եկավ 36 հայ նկարիչներից տարավ ավելի 15 նկարիչ, հետո եկավ ասեց ես միայն ասենք Վալմարի անհատական ցուցահանդես եմ ուզում անեմ Ալեք Մանուկյան սրահում Դեթրոյթում։ Եվ միտքս նաեւ որ միշտ չի որ գիտեք դա նաեւ պիտի ստացվի ցանկությունը ցուցադրում ես քո գործերը լուսանկարներ բուկլետներ եթե անձի կազմակերպողի համար դա հետաքրքիր է նա կկազմակերպում է եթե հետաքրքիր չի կազմակերպում այս կազմակերպողը հիմնականում ուշադրություն է դարձնում թե նկարիչը ինչքանով է իր աշխարհի մոտ ինչքանով է անհատականություն ինչքանով է հետաքրքիր իր շրջապատի արվեստ սիրող մարդկանց համար եւ ինչքանով դա նաեւ իրեն օգուտ կբերի նյութական առումով։ Ձեր իսկական անունը Վալոդիա Մարգարյանն է։ Երբ դարձաք Վալմար եւ ինչ փոխվեց ձեր կյանքում։ Դա ուսանողական տարիներին։ Ես ուսանողական տարիներին եւ ինստիտուտը ավարտելուց հետո էլ Երևան Քոչարյանի շատ մոտ է իրեն համարում եմ իմ ուսուցիչը մենք ամեն ինչ իրեն ցույց էի տալիս եւ մի տեսակ ամեն անգամ նկարի տակ Վալոդիա ստորագրելով կամ Մարգարյան ստորագրելով լիարժեք չէի զգում ինձ որպես նկարիչի հետո մտածեցի դե անունս փոխեմ դիմեցի որ փոխեմ անունս բայց դժվարություններ Սովետ միության ժամանակ էր դժվարություններ առաջացրեցին ԶԱԳՍ-ում այդ փոփոխման այդ վայրում հետո հասկացա որ ասել լավ եթե դուք չեք ուզում այդ դժվարությունները կառաջացնում ես ինքս կստորագրեմ Վալմար Վալոդիա Մարգարյան Դուք ծնվել եք Գյումրիում։ Այո։ Ձեր մանկությունը պատանեկությունն այնտեղ է անցել։ Արդյոք արհեստների ու արվեստների քաղաքը իր հետքը թողել է ձեր ստեղծագործական կյանքում։ Միանշանակ Գյումրին շատ ինքնատիպ քաղաք է։ Ասեմ, արվեստով Գյումրին բարձր է, ասված գյումրեցիներին ավելի լավ աշխով է նայել, որտեղ իրեն ավելի մոտիկ են այդ բարձրության առումով։ Եվ այդ տեսակետից գիտեք, ընտանիք սիրող, իրենց գործը սիրող, ուղղամիտ, ճիշտ խոսք ասող, գյումրեցիները շատ առավելություններ ունեն, իսկական լավ տաղանդավոր։ Հիմնականում, այո, արվեստի մեջ հատկապես։ Պատկերացրեք այդ սև քարերի մեջ, ճարտարապետության մեջ լույս կա։ Ես հիշում եմ այդ թվերի Գյումրի իմ ընկերներին
նկարիչներ, բանաստեղծներ եւ այլն, ուրիշ մի հոգեվոր դաշտ կար, ուրիշ մի զգացական աշխարհ էր Երևանից հետո որ գնում էին Գյումրի ուրիշ։ Իսկ ձեր մանկության դրվագներն արդյոք ամրագրվել են հետագայում ձեր ստեղծագործական կտավների մեջ։ Արվեստագետը հարազատ մնալով ինքերեն իր ներքին ձայնին, նա չի կարող արտաքին աշխարհից այդ իմպուլսները չստանա։ Ստանալուց նա պիտի մաքրվի, հանգստանա, ազատվի։ Դա միայն նկարչության միջոցով կարող է անել։ Եվ դու նկարում ես ինքան ինչև կարողանաս լիարժեք քո ասելիքը, լիարժեք այդ քո հոգին, էությունը, ներքնաշխարհը բարձր մաքրվի։ Ձեր ծնողները նկարիչներ չեն եղել։ Ոչ, իմ բարեկամական ասեմ կամ ազգական ասեմ, չգիտեմ, ոչ մի արվեստագետ չի եղել եւ ես ապրել եմ շատ դժվար։ Իմ առաջին նկարչությունը նկատել է դպրոցում իմ օդալեզվի ուսուցիչը, որը ծնող է կանչել, այդ առիթով ես արդեն եղել է ասել եմ, որ խանգարում եմ նկարելով դասերը, մայրիկիս ասել է միգուցե տանեքը նկարչական դպրոց, միգուցե իր մեջ կա ինչ-որ մի բան, եւ դենց ես նկարչական դպրոց Գյումրիի ավարտել եմ, Անանիկյան Հակոբի նման լավ նկարիչ էին ստասավանդել, լավ հիշողություններ ունեմ այդ տարիների եւ այդ պայքարը, այդ անկեղծ հավատը, նաեւ ինքս իմ հանդեպ Երևան նորից այդ պայքար եւ այդ եկի հասնելա որ կարողացել եմ գեղարվեստաթատերականը ավարտելուց հետո 1972-ին ընդունվեցիք, չէ՞, դուք գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Ավարտել եմ 72-ին։ Դժվար չէր, պարոն Վալմար, տակավին երիտասարդի համար, ով Գյումրիից էր եկել, միանգամից Երևանում եւ մենակ դժվար չէր հարմարվել։ Իմ մայրը Երևանից է, իմ պապիկը Երևանում տուն ունեին, իմ մորաքույրը Երևանում էր մնալու տեսակետի, չնայած ես որպես արվեստանոց վարձում էի ինչ-որ տարածք, պատվալային տարածքներ, պատվալներում մեծացած ոնց որ ասած ավելի արժեքով հարմար էր եւ այլն։ Եվ այդ տեսակետից կարողացանք աստիճանաբար ավարտելուց հետո Գյումրին նույնս բանակի ծառայությունից հետո Գյումրիում որպես պատասխանատու քարտուղար նկարիչների միության Ախունյան դպրոցի տնօրեն եւ ամենաշատ իմ կյանքի համար մեծ դեր կատարեց եւ որ ես հանդիպեցի իմ կնոջը այն ժամանակ հայրական տանը եղբայրս երեխա ունեցավ կինս որպես մանկաբույժ հրավիրել էինք երեխային նայելու եւ ես տեսնելով իրեն երկրորդ անգամ նույնիսկ հրավեր ուղարկեցինք եկավ եւ առաջացավ այդ զգացական կապը որ ամբողջ իմ կյանքում իմ կողքին դա ճակատագիր էր պարոն Վալմար, ճակատագիր էր Աստծո կամք, գուցե պատահականություն։ Չէ, երևի ճակատագիր, երևի պահանջ հասունացած վիճակը չես կարող շեղել։ Ուրեմն այդ երևի կար։ Իհարկե առաջ քայլը դու դառնես որ Աստված օգնի։ Եվ այդ երևի այդ չգիտեմ ինձ համար շատ կարևոր էր դա եւ ամբողջ ընթացքի մեջ ցանկացած արվեստագետ եւ ցանկացած մարդ եւ ցանկացած տղամարդ եթե իր ընտանիքում սեր չկա ծնված երեխան լիարժեք չի ինչ-որ միտեղ եթե սերն է թակավրելու ամեն ինչ սերը զգացական մի բան է որ ասենք պիտի լինի մարդու ներսում եւ եթե դու աշխատում ես զգտում ես փորձում ես առաջ հերթին մտածում ես բավարարել քո սիրած էակին բավարարել քո սիրած զավակին բավարարել քո այդ թոքուն մոտ կանգնած նոտայով մարդկանց ես ամեն տարի ապրիլի 21-ին ծննդանորը ցուցահանդես եմ անում իմ ցուցասրահում եւ առիթներ որ լինում է ես ասում եմ ես հրավիրում եմ բոլոր նրանց որ այս տարիների ընթացքում իմ կողքին են եղել որոնք ինձ հավատացել են որոնք իրենց ներքնաշխարհի լույսով որոնք իրենց հոգու դաշտով զգացական իմպուլսներով համագնում են իմ ներքին նոտաներին ես դրանց հրավիրում եմ որպեսզի իրենք էլ տեսնեն ինչ եմ արել մի տեսակ հաշվետվության նման այս տարիների ընթացքում կամ մեկ տարվա ընթացքում ինչ խնդիր եմ դրել ինչ կանոն եմ կարողացել իմ խնդիրը լուծել եւ նաեւ այդ հաճույքը պատճառեն իրենց Պարոն Վալմար, դուք 1972 թվականից սկսած ակտիվ ստեղծագործական գործունեություն եք ծավալել, մասնակցելով հանրապետական եւ միութենական տարբեր ցուցահանդեսների։ Այսօր էլ շարունակում եք նույնը անել։ Այնուամենայնիվ, որ ժամանակաշրջանն եք համարում ձեզ համար ամենաբեղմնավորը, շրջադարձայինը։ Գիտեք, երևի այն ավարտելուց հետո, բանակ ծառայելուց հետո
Երևան Գյումրիից Երևան տեղափոխվելու Գյումրիի շրջանում էլ ես հետարքիր մի շրջան ունեցա ձմեռային տեսարաններ Գյումրիի իմ արվեստանոցի պատուհանից ամբողջ այդ քանդված հիմա հիշողություններն այդ բոլորը չկան այդ թաղերը այդ տեղերը բայց իրականության մեջ ես մի քիչ իմ էությամբ շատ այդպես հանգիստ մարդ չեմ, անդադ սիրում եմ դժվարություններ առաջացնել եւ դժվարություններ հաղթահարել։ Խոսքով, ես չեմ սիրում մի նոտայի վրա, ես սիրում եմ ամեն անգամ ասենք գրում եմ Իտալիա, իտալական շարք, Իսպանիա, իսպանական շարք, չգիտեմ, Ֆրանսիա, տարբեր երկրներ, տարբեր խնդիրներ կամ Հայաստանում նույն ձևի գումարվա շարք ունեմ, իրավիճակ ունեմ, երաժշտական թեմաներով շատ նկարչություն ունեմ, սիրո թեմայով շատ նկարչություն ունեմ, հավատի թեմայով ունեմ նաև եւ այդ բոլորը իհարկե նորից կրկնում հիմքը սերն է, հիմքը այդ պատասխանատվության զգացումն է, որ առաջինը որ ես նկարում եմ, ես մտածում եմ հարավին կնոջս մի հատ կինս տեսնեմ, ինչ զգացում կունենա, ես կողքից նայեմ իր աչքերին տեսնեմ, ինքը ինչ զգացում կունենա, եթե իր զգացումը ինքը անկեղծ է շատ, ինձ համոզեց, նշանակում ստացվել է։ Պարոն Վալմար, որքան էլ լավ լինեն ձեր ստեղծագործությունները, միևնույն է դուք համարում եք, որ ձեր գլուխգործոցը ձեր դուստերն է։ Այո, ճիշտ է։ Ով նույնպես նկարիչ դիզայներ է։ Գիտեք, երբեք չպիտի մտածել, որ դու արել ես ինչ-որ պիտի անեիր։ Ես միշտ մտածում եմ, որ դեռ անեմ այն, ինչ-որ չեմ արել, եւ դեռ չեմ արել այն, ինչ-որ պիտի իրականության մեջ տրված է անելու մինչև վերջ։ Բայց ես շատ հբարտ եմ ու լավ երջանիկ, որ ունեմ նման դուստր, որ ինքը իր ներքնաշխարհով, իր բարությունով, իր մարդկային հատկություններով ինձ պարգևած երկու թորնիկներս, որ իմ կողքին նաև ամուսին եւ ինքը նաև շատ անկեղծ ասեմ տաղանդավոր շնորհալի աղջիկ է ես երբեք չեմ փորձել դեպի նկարչական արվեստ չեմ փորձել որովհետեւ կնոջ համար նկարչությունը շատ ավելի դժվար է քան տղամարդու համար թվում է թե նկարչությունը հեշտ մասնագիտություն է բայց այդեն չի տարապանքով է ծնվում լուրջ արվեստը հաճույք է արվեստեղծելը հաճույք է բայց ծնվում է տարապանքից մագերեսային մարդուց լուրջ արվեստ չի ծնվի Եթե նայենք ցանկացած մեծ արվեստագետի ինքնանկարները, Վան Գոգ, Մոդելյանի, Ռեմբրանտ եւ այլն, էլի, իր տարիների ապրումները արտահայտվում են ինչ դժվարություններ եւ բոլոր գլուխգործոցները ստեղծվել են այն սուր պահերին, հանգիստ վիճակում չի ստեղծվում միշտ աղջիկս մենք մտածում ենք բժշկուհի դառնա կամ չգիտեմ ինչ կուզենա Բայց հետո եկա մի տարիք, որ ասեց փորձես նկարել եւ ասեց ես ում նկարչուհի լինեմ։ Ես թողել եմ ազատ իրեն եւ ինչն է ինձ ուրախացնում, որ իր նկարչությունը բնավ նման չի իմ նկարչության։ Ինքը ունի իր էմոցիաները, ունի իր զգացական աշխարհը, իր ապրումները, ավելի ժամանակից, ավելի մոտեցումը եւ այլն։ Իսկ մասնագիտական տարաձայնություններ լինում են։ Դե ինքն էլ առաջինը ինձ է ցույց տալիս, ես արդեն տարիների ընթացքում ասեմ 25-30 տարվա մանկավարժական փորձ ունենալով հանդերձ յուրաքանչյուրին պիտի մոտենաս ոչ թե ինչ որ դու գիտես կամ իրենից պահանջես այն ինչ որ դու գիտես, այլ դու պիտի փորձես հասկանալ դեմացինը ինչ խնդիր է դրել իր առջև, ինչքանով է կարողացել այդ խնդիրը լուծել եւ իր միջով անցկացված զգացումով դու մոտենաս իր ստեղծածին ոչ թե ասես գիտես, ասենք դու գիտես որ սա sense պիտի լինի, այո չէ նման դեպքում տարաձայնություններ չի լինում իր աշխարհի մեջ պիտի հասկանաս իրեն երբ որ իր աշխարհը մտնում ես տեսնում ես որ ինքը անկեղծ է եթե անկեղծ է իր ներքին ձայնին լսելով ուրեմն իր էմոցիաները վերապրումները կարողացել է արտահայտել եթե արտահայտել ուրեմն լավ է հետաքրքիր է նաև այդ ժամանակի մեջ նա որ ցուցահանդեսների ժամանակ գալիս են դիտողները եւ տեսնում են Վալմարը մի ուրիշ մոդեցումով, ուրիշ խնդիրներով, իր աղջիկը ուրիշ եւ տարբերությունը կա, նույնիսկ իրենք զարմանում են թե ոչ մի ազդեցություն չկա Վալմարից իրեն։ Դա ես լավ եմ զգում, որ դենց է։ Հիմա շատ նկարիչներ կան, որ նկարում են, անկեղծ ասեմ, անգամ իրենց ուսուցչի նման են նկարում, ու ասում են սա աշակերտն է կամ սա նրա
տղան է կամ աղջիկն է, դա թող իրենց գործն է, իրենց խնդիրն է, բայց ինձ համար ձեռագրի տարբերությունը մարդկային արժեքը անհատականության մեջ է, երբ որ դու նման ես քեզ, քո մտածողությունով, քո հակուկապով, քո ամեն ինչով, եւ որ դու քեզ ես նման չես, ուրեմն դու ուժեղ ես։ Բնության մեջ էլ այդպես ուժեղները միշտ թույլերը միշտ խմբերով եւ այլն։ Հիմա իրականության մեջ այդ անհատականություն ունենալը դժվարություններ առաջացում հասարակության հետ միշտ բախման մեջ ես։ Արվեստագետը միշտ արժևում է հասարակությունը 50 տարի։ Հետո արվեստագետը 50 տարի կամ 100 տարի չկա, հասարակությունը ժառանգաբար գալիս հասնում է այդ արվեստագետի զգացականին, նոր ասում է վայ, բա Մինասը, բա Սարյանը, բա Քոչարը մեր կողքին, մենք իրենց հետ չհասկացանք, չգնահատեցինք, չկարողացանք անգամ իրենից գործ ունենալ, օրինակի համար դա էլ արվեստի մեջ մեծացած երեխան իմպուլսիվ ներքնաշխարհով լուսավոր է։ Արվեստից հեռու մեծացած երեխան ուրիշ է։ Ցանկացած անձ եւ ցանկացած ժողովուրդ, որը արվեստով չի, ամենամարտասեր ազգերը ովքեր են՝ իտալացիներ արվեստ ունեցող, իսպանացիներ, ֆրանսիացիներ, ամենադաժանները ովքեր են, անուններ չասեմ եւ այլն, որոնք որ արվեստ չունեն, որոնք չունեն Արշիդ Գորկի, որոնք չունեն Արամ Խաչատրյան, որոնք չունեն Ավազովսկի, Սարյան եւ այլն։ Դրանք թույլ են տալի իրենց ամեն ինչ անբավարարված վիճակ ունեն, իրենց անբավարարությունը արտահայտում են չար բան անելով, եւ դա իրենց իբր բավարարում է։ 5 հատ մարտասպանում իրան թվում է լավ բան արեց։ Պարոն Վալմար, մի հատ ասել եք, որ ստեղծագործում եք հիմնականում երաժշտության ներքո։ Ինչ երաժշտություն եք սիրում եւ ինչպես է այն օգնում։ Հա, օգնում է շատ, որովհետեւ գիտեք, երաժշտությունը չպետք է լինի, օրինակ շատ երաժշտություններ կան, որ ինձ չեմ կարող լսել, որովհետեւ երբ որ երաժշտությունը, ասենք, արտաքին շերտն է, դու ինձ չի տանում այդ երաժշտությունը, ինձ տանում են երաժշտությունը, որը որ դու չես կարող հասկանալ անգամ հաջորդ նոտան ուր կտանի քեզ։ Այդ սենյակները որն է մութ, որն է լույս, այդ ճանապարհը երաժշտությունն է տանում քեզ։ Դա իհարկե կլասիկան է, դա իհարկե ջազն է։ Ինձ համար ես ավելի շատ ջազային երաժշտության կողմնակից եմ, եւ երբ որ ես գնում եմ, ասեմ, դրսում ավելի շատ Ամերիկա, 88 թվականից մինչև այսօր ամեն տարի ես պիտի գնամ դիսկավորվեմ, կամ իմ աշխարհի մեջ ստեղծեմ այն ինչ որ ցանկությունը ունեմ, բայց որ պիտի գնամ մի ամիս, երկու ամիս դրսում անցկացնեմ, դա անդրաժություն է ինձ համար։ Դա լիսկավորման մի բան է։ Ես մի թանգարանները, մարդկանց այդ շփումները քայլեմ փողոցներով, տեսնեմ, լավ զգամ եւ այլն։ Իսկ կան կտավներ, որոնք ծնվել են ինչ-որ կոնկրետ երաժշտությունից։ Շարքեր ունեմ, շարքեր ու այդ երաժշտությունը, այդ երբ որ լսում եմ նկարելու ժամանակ երաժշտությունը ինձ տանում է, չգիտեմ որա տանում, բայց ինքն է տանում ինձ։ Գույնը, գիծը, այդ ամեն մի նոտա, ամեն մի հնչյուն քեզ բան առաջացնում քո մեջ, ինչ ներքին զգացումով վրձինը քսես կամ ինչ գույնով արտահայտես, ամեն մի գույն իր խոսքը ունի, չէ՞, կան գրգռիչ գույներ, ցուլի արջև կարմիր կտոր են պահում, որ ցուլին հավասարակշռությունից հանեն, կապույտը հերուների, կապույտը երիտասարդական գույն է, զգացական գույն է, երկինքը կապույտ է, անսահման է, հերու է, դեղինը ակտիվը ուրիշ է, կանաչը ուրիշ է, ամեն մի գույն իր ֆունկցիան ունի եւ բնական է երաժշտության նոտաները անկախ քեզանից, գիտեք, երբ որ արվեստը ծնվում է քո հոգուց, ոչ թե քո խելքից, քո ձեռքից ու քո աչքից, դա երկարատև կյանք ունեցող արվեստ է։ Այն ինչ որ ձեռքբերովի է, ձեռքբերովին կարճ է, որովհետև գալիս է նոր սերունդ, ավելի լավ աչք ունի, ավելի լավ ձեռք ունի, ավելի լավ ուղեղ ունի, խելք ունի եւ այլն, բայց դա մտածողությամբ ծնվածը երկար կյանք չունի, երկար կյանք ունի նա, որ հոգով է ծնված, զգացողով է ծնված, վերուստրված է եւ այլն։ Ձեր ստեղծագործություններից շատերը ծնվել են ճամփորդությունների արդյունքում։ Արդյոք այս աշխատելավոճը շարունակվում է։ Իհարկե, շարունակվում է եւ կշարունակվի։ Գիտեք, ես ազատ եմ անկախ։ Ես չեմ վախենում նույնիսկ սխալվելուց։ Ես ավելի շատ հենտարկվում եմ իմ ներքնաշխարհին եւ խնդրում եմ Աստծուց, որ այդ ժամանակը, որ տրվել է ինձ, ես ճիշտ կարողանամ այդ ժամանակը իշա
իմ ներքնաշխարհի օգտագործեմ, ասինքն իշա ասելով ոչ թե շահ հետապնդելու առումով, այլ ծնելու առումով, տալու առումով իմ ազգին, իմ ժողովրդին, իմ բարեկամներին եւ այլն, որովհետեւ նույնիսկ եմ կրկնում լավ արվեստը եւ լավ արվեստով ապրողը եւ ազգը եւ ամեն ինչը շատ ավելի բարձր է։ Պարոն Վալդեմար, ինչ նոր շրջագայություններ եւ ինչ նոր թեմատիկայով կտավներ են մեզ սպասվում։ Ես անկեղծ ասեմ, միշտ գնալուց առաջ չեմ մտածել արտահայտել դրա մասին, միշտ վերջում շոշափելի, որ աչքով չտա։ Բայց ծրագիր ունեմ եւ այդ ցանկությունը կա, իհարկե հանգամանքներ կան, երբեմն ոչ քո պատճառով հանդիպում ես մարդկանց, որոնք որ ասենք իրենց էությունով, իրենց գոյությունով, իրենց վարկով, պահվածքով իրեն չհարգելով, նա կարող է ասենք մի բան անի, որ ասենք չմտածելով, որ դա կարող է խոչընդոտ լինի քո համար ժամանակի առումով։ Ես ծրագրված ունեմ Արգենտինա, Բրազիլիա։ Այո, եւ նորից կնոջս հետ դա անպայման իրականացում եմ դարձնելու ինձ ինչն է հետաքրքիր, ինձ հետաքրքիր է ասենք հիմա Արգենտինա այդ դաս պահերը, ինձ կանացի այդ շարժումները, Բրազիլիա այդ ինձ միջոցառումները եւ այլն։ Հիմա ամեն երկիր, ես ինչ եմ օրինակ Ամերիկան գնում գալիս եմ շատ, չէ՞, երևի 88 թվականից մինչև հիմա ամեն տարի եւ այլն։ Հիմա խնդիրը ինչու՞մն է, բայց երբեք իմ մեջ չի առաջացել ցանկություն նկարեմ Լոս Անջելես կամ չգիտեմ Սան Ֆրանցիսկո կամ Նյու Յորք։ Ինձ հետաքրքրել է նկարել մի երկիր, որ իրեն է շատ նման։ Օրինակ հիմա Իտալիա, Վենետիկ աշխարհում մենակ Վենետիկն է։ Այո։ Ուրիշ Վենետիկ չկա, կամ Իսպանիայում ցելամարտ միայն իսպանացիներն են։ Ինձ դա է հետաքրքիր։ Նույնը հիմա Արգենտինան։ Ես դրա համար նախընտրում եմ անհատականությունը, նախընտրում եմ իրենք այդ դարերի ընթացքում կարողացան իրենց ղեկավարությունը, պապերը, իրենց թագավորները այնքան խելացի լինել, որ ստեղծել այնպիսի ավանդույթներ, մշակույթի մարդկանց պատվերներ տալով, հավաքելով այդ ամենը, եւ այսօր գնում ես թանգարաններ, ժամերով հերթս կանգնում եւ ինչքան գումաներ, օրինակ Վենետիկը կամ Ֆլորենցիան շատ երկրներ, շատ քաղաքներ, գործարաններ չունեն, բայց իրենք նորմալ ապրում են ստատաս ժառանգության շնորհիվ։ Այդ հերթերը, որ կանգնում ես թանգարանների մոտ, գիտես ինչքան հազարներով մարդիկ, հազարներով մուտք։ Եվ այդ ժառանգությունը իրենք ստացել են իրենց խելացի ղեկավարների, չէ՞, Միքելանջելոյի քանդակը նայելու համար կամ Լեոնարդո Ջոկոնդան նայելու համար կամ չգիտեմ, El Greco դու գնում հասում ես այդ երկիր ոնց կարող է չգնաս։ Ուրեմն պիտի կանգնես, ուրեմն այդ պլյուսներն են շատ, չէ՞, այդ պիտի լինի ժամանակին կարողացան իրենք դրա համար, երբ որ արվեստագետի կենտանության օրոք կարողանան այդ 5 մարդը կամ 10 մարդը, դա շատ չի լինում պայմանական, տեսնել տաղանդավոր արվեստագետին ընկալելու համար, դի լինես տաղանդավոր դիտող, եւ որ դիտողական մեկը գալիս, երբ որ դու իջնում ես արվեստագետի իջնում է ընկալողի մագարտակին, դա կյանքը կարճ է։ Ընկալողը ընկալում է, ասենք գնում է, բայց դրա կյանքը կարճ է, դա ժառանգություն չի պայմանական 100 տարի հետո կամ 200 տարի հետո, դա այսօրվա բավարարություն եմ, այսօրվա, իսկ նայած ով ինչ պահանջ ունի, ով ինչի, դա նորից մտածելով չի, դա ներքին պահանջ է, դա ներքին խնդիր է, Աստծո տվածն է, մեկը 1.80 է, մեկինը 1.40, երբեմն են 1.60-ը, ասում է ինչի հիմա 1.70 չի, ինքը իր չկայացած վիճակը փնտրում է դիմացինի մեջ, ինքը չի մտածում, այս լավը չի, այս սխալ է, այն սխալ է, եւ այլն, իբր իր վիճակը որ լավ չի, պատճառները այդ բոլորն են։ Ոչ, բարեկամ, պատճառը փնտրի քո ներսում։ Դու փորձի այս քայլերով, դու փորձի արտասնելով քո ներքնաշխարհի տրված ինչ որ տրված է քեզ, այ մատուցելով աշխարհին։ Երբ որ դու չես փորձում դա, սկուտեղով քեզ աշխարհին չեն կարող մատուցել։ Երբ որ ես գնում եմ ասենք որևէ երկիր, վերցնում եմ գրքերը, կատալոգները կամ լուսանկարները նկարներից մտնում եմ որևէ գալերիա, որևէ թանգարան, ցուցադրում եմ, եթե իրենց հետաքրքրում է դա, պայմանագիր են կանում ցուցադրվելու, ցուցահանդես անելու եւ այլն, առաջի քայլը անում եմ։ Պարոն Վալդեմար, դուք նաև վաճառում եք ձեր նկարները։
Կան դեպքեր, երբ այնքան է կապվում այդ նկարների հետ, որոնք որևէ կերպ չեն ենթարկվի վաճառքի։ Իհարկե, դա գիտեք, երբ որ ստեղծվում էին ժամանակահատվածում կուլմինացիոն ներքնաշխարհի ինչ-որ մի դրական կամ բասական վիճակում, երբ որ ցելը հարված է ինչ-որ մի բան, երբ որ հիաստապված է մի հատ ուրիշ բան, եւ այլն։ Հիմա այդ ժամանակ այդ բոլոր ապրումները փոխանցվելով կտավին, դա քեզ հոգի հարազատ վիճակ է։ Դու ճիշտ է, մաքրվում ես այդ վիճակից, բայց դա քոնն է, դու չես կարող դրանից, դա ուրիշը չի կարող տեսնել դա ուզում ես մնա պահես, վերջո մարդու արժեքը, մարդու արած գործն է։ Ինձ համար էլ է հետաքրքիր, չէ՞, հիմա ես պատրաստում եմ նոր ցուցահանդեսի, մեծ ցուցահանդես, պայմանական 70-ամյակ, մի ալբոմ հրատարակել եւ այլն։ Հիմա այդ իմ ամբողջ ճանապարհը, ինչ որ ես արել եմ, այդ ապրումները, այդ զգացումները պահված ես ունեմ, այդ գործերը երբեմն իհարկե սխալվում եմ, ասենք խնդրում են կամ գնում են եւ այլն, հետո ասում են տղաներ գնում են որևէ երկիր հրավիրում են ասում, ասում են գիտես ես քեզ արած գործ ունեմ, գնում տեսնում եմ 15-20 տարի առաջվա գործ է, նայում եմ մտածում եմ ասում ինչ եմ բաժանվել այս գործից, արդյոք ինքը դրա արժեքը ճիշտ գիտի, ճիշտ հասկանում է, ինքը կարողանում է դա ոնց որ քո երեխային դու ամուսնացես եւ չիմանալով այդ երեխայի հետ ոնց կվարվեն, օտար մարդիկ են։ Մեր երկրում գիտեմ պայմանական, բայց դրսում չգիտես ինքը ինչպես կվարվի, չէ՞։ Հետո մի ամիտ տեսնում ես տարիներ հետո երբեմն իհարկե ափսոսանքել եմ ապրում, բայց հետո մտածում եմ ասում եմ չէ որ կայացած վիճակ ունես վանմար կանգնած քո հողի վրա եւ տեսնելով այդ հերուները եւ այլն դու պիտի ունենայի նաեւ այդ հնարավորությունը բավարարել ես քեզ, հա, բավարարելուց հետո առաջի հաջուկը նկարելն է, երկրորդ հաջուկը ցուցադրելը, երրորդ հաջուկը գումարը ձեռք բերելը։ Այդ գումարը ձեռք բերելուց հետո էլ դու պիտի հասկանաս ինչն է բավարարելու այդ գումարը օգտագործելու առումով քեզ։ Մարդիկ կան ոնակի համար, հա, թանկանոց մեքենա, չգիտեմ, եւ այլն կամ չասեմ։ Այդ իրենց գործն է, իրենց խնդիրն է, հա, բայց ինձ բավարարելը մի քիչ ուրիշ է իմ համար։ Ես երբեք չեմ մտածել ցուցադրական, ցույց տալու համար ինչ որ բան անեմ, որ ասեն տես, այս դա առավելություն չի։ Եթե դու ունես թանկանոց մեքենա կամ մի 5 սիրուի, դա չի նշանակում դու առավելություն ունես շատերի հանդեպ։ Կամ ցուցադրական ինչ-որ բաներ ես անում, դա դրա մասին չի խոսում։ Հակառակ դա խոսում են նորից եմ կրկնում անբարարության մասին, որ դու լիարժեք ներքնաշխարհդ հարուստ չի, լուսավոր չի։ Գիտեք, ժամանակի մեջ երբեմն երբ որ անձին հարգում ես որպես ընկեր, որպես անձնավորություն եւ այլն, ես մտածում եմ այդ վերաբերմունքը արտահայտելու համար ես ինեն մի բան նվիրեմ, որ կարող է այդ պահին նվիրելու ընթացքում, ասենք, միջոց առում ենք եւ այլն, հա, որ այդ պահին կարող է ինքը լիարժեք չընկալի դրա առավելությունը, բայց ժամանակի մեջ դա կընկալի։ Հիմա եթե իմ պաբերը նվերները ստացած լինեին Սարյանից, Ավեզովսկուց կամ չգիտեմ մեր մեծ նկարիչներից, չէ, եւ ժառանգություն թողած լինեին ինձ, դա իմ համար եւ հբարտություն էր, որ ես ժառանգել եմ մի պապուց նման մեծերի ստեղծագործություններ, որ իրենց նվիրել են եւ միաժամանակ եւ հոգեվոր եւ մտական մեծ արժեք։ Պարոն Վալվար, շնորհակալություն այն ժառանգության համար, որն այսօր դուք եք ստեղծում եւ վստահ եմ սերունդները դա կգնահատեն։ Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք մեզ հետ, շնորհակալ եմ հետաքրքիր ու հաճելի զրույցի համար։ Ասել եմ շնորհակալ, գիտեք, երբ որ իմպուլսը գնում է եւ դու զգում ես, որ հասավ տեղ արտնացրեց իր ներսում մի բան, դա հետ է գալիս եւ դու շարունակում ես խոսել։ Լինում է, ասենք հիմա պատի հետ, քարի հետ կամ դիմացը երբ որ մութ է, խոսելուց դու իմպուլսը գնում է, նորից անմիջապես դու հասկանում ես, որ չմտավ ներս, դու արկելվում ես, դու չես կարող բացահայտվել, դու չես կարող խոսել, շարունակել, փակվում է ճանապարհը։ Դա գալիս է հիմնականում ձեր ներքնաշխարհի լուսավորներից։ Անչափ շնորհակալ եմ, վստահ եմ, որ ձեր իմպուլսները փոխանցվեցին նաև հանրայինի հեռուստադիտողին։ Այսպիսին էր գեղանկարիչ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Վալմարը։